Բայ լույս աղջիկներս առավոտյան ժամը 6:40-ն է, արթնացել եմ, որ Արտուրին լանչ պատրաստեմ, որ գնա գործի, ուզում եմ ձեզ էլ ցույց տամ այսօր։ Սենց ունենք բանջարեղենային ափսե, այս մեկը։ Տեղ ունենք տոստ, վիչինայով, պանդրով և սոուսներով տարբեր։ Այս անգամ սամուրայի սոուսով եմ պատրաստել, հիմա ցույց տամ ըմպելիքը, որ պատրաստել եմ ու միրգ։ Ըմպելիքն է գազավորված ու մեջը ավելացրել եմ լայմ և լիմոն։ Լայմը ուղղակի չգիտեմ ինչի է տենց դեղնել, մնացել է մի քիչ։ Տենց զովացուցիչ էլի որ լինի, հեսա մի փոքր սառույց կավելացնեմ ու պատրաստ է։ Եվ դնելու եմ այս երկու նեկտարինները, վաբշե խնձոր սիրում, խնձոր եմ դնում, իրականում ինքը Հայաստանում խնձոր չեր ուտում բացարձակ, բայց տեղի խնձորները սիրում է, այստեղի ապրողները կփաստեն, որ այստեղի խնձորները տարբերվում է Հայաստանի խնձորներից, իրանք ավելի հյութեղ, ջրալի, շատ լավն են։ Տանը խնձոր ունեմ, ուղղակի փափուկ է, դրա համար ստիպված եմ այս նեկտարինները դնել, թեպետ կուտի կարծում եմ։ Սիրում է արդեն միրգ, մի ժամանակ ընդհանրապես չէր ուտում, բայց հիմա լավ է։ Մի խոսքով այսքանը սա, այս երկու նեկտարինները, այսպիսի զովացուցիչ ըմպելիք և այսպիսի ափսե։ Ուզում եմ երկու պրոդուկտ ցույց տամ, որը որ գնել եմ Ջամբո խանութից։ Մեկը սա է, որը համարվում է բնական էներգետիկ, այսինքն այս խոտաբույսի, գուարանա խոտաբույսի մաքուր էներգետիկ է համարվում, արժեքը մոտավոր 2 եվրո է, ինքը շատ լավ թարմացնող ինչ-որ բան է, տենց պրոստը փորձնական առել եմ, և այս ձիթապտղի ձեթը, որը գնել եմ նորից Ջամբո խանութից, անցնում մտա երեխեքի ձեթը վերջացել էր, ինքը պրեմիում դասի ձեթա, որի համար վճարել եմ 14 եվրո, ու ասեմ, որ բոլոր մասնաճյուղերում չի լինում Ջամբոյի։ Մի խոսքով այս երկու պրոդուկտն եմ վերցրել, նոր դուրս է եկել գործերով, ասեցի ձեր հետ էլ կիսվեմ, եթե լավ որակի ձեթ եք ուզում, ինքը ճիշտ է, Դավիթ, ինքը ճիշտ է մի քիչ թանկ է համեմատած 250 միլիի համար եմ վճարել 12 եվրո, բայց 500 միլիի համար սովորաբար վճարում ենք մեր օգտագործման համար, վերցնում եմ Lidl-ից 7 եվրո կարծեմ մաքսիմում։ Մի խոսքով շատ օգտակար բաներ եմ առել, սրա մեջ պարունակում է կոֆեին, շատ հզոր հակաօքսիդանտներ, մի խոսքով շատ լավ բան է, վերցրել եմ փորձնական, որպեսզի տեսնենք հավանում ենք թե ոչ։ Մի քանի սննդային գնումներ եմ ուզում ցույց տամ, աղ եմ վերցրել, իդեպ հետ արի հլը, ոյ ողեց հա դա, սառնանս փչացել է, առնում եմ, ուտում ենք, վերջանում է տենց, մինչև վաղը կամ մյուս օրը պետք է բերեն, արդեն պատվիրել ենք, պանիր, հավ, որ որոշել եմ դուխովկա դնեմ, ճաշել չեմ սարքում ու հենց այդ պահին ուտել ու վերջացնելու, ես իմ ամենասիրելի խուրմաներից, ընդեղեն, խնձոր, հավի ֆիլե և այս կինգերը ու ջուր, շատ եմ սիրում ես։ Lidl-ից կիկա։ Դավին ես պեչենիներից եմ վերցրել, շատ է սիրում Squid Game-ի։ Հրաշք սայլակովս դուրս եմ եկել զբոսանքի երեխեքի հետ։ Չեք պատկերացնի, նայեք սենց մի ձեռքով կառավարվում է ինքը, Mountain ֆիրման է, բրենդ է, այսինքն ու իդեալական է, եթե դուք էլ ինքը ճիշտն ասած այդքան էլ սիրուն չի ձևը, բայց հարմարավետությունը շատ լավն է, չի զգում, որ ինչ-որ բան ես քշում, այդ հենց հարմար է։ Մամի, րոպե բացի էլի։
Սպասում եմ, բայց մի հատ կկանգնես ես հատվածը դասեմ ես։ Լավ դու նկարում եմ։ Նկարում եմ կյանքս։ Վաու, Դավիթը հենց մի հատ նոր տրյուկ անում, ուզում է որ նկարի նայենք։ То есть նկարենք նայ, իբր բան է։ Ոնց եմ հոգնել այսօր։ Իրականում բան չեմ արել, լիքը գործ ունեմ անելու, բայց հոգնած եմ։ Չգիտեմ ինչ ա եղել։ Ղես։ Ոտիքի սեղերը նայ։ Ոյ։ Ուրախանալ է։ Սառնա Դավիթ։ Հա։ Չէ ո՞տ ա նկարում մի տեսակ։ Հա, ոչինչ։ Այսօրվա թրջվում ես մի արա։ Այսօրվա լուքը դեսենց ցույց տամ։ Սենց անտիկվարիատների խանութներ ա, շարքով։ Հա ջան։ Սենց շարքով գնում ա։ Ստեղ կրոիդ վատ ունենք, կրոիդ վատը ոնց որ ինչ ասեմ։ Ոնց որ ուրարտու չէ։ Բուրմունք երևի, այդ կատեգորիայի խանութ է։ Տենց շատ թանկարժեք կոսմետիկա չեն վաճառում, բայց տենց նորմալ էլի, L'Oreal, դեղ չգիտեմ, Evelyn, թե Evelyn-ը L'Oreal-ին, կախել է լուրջ եմ ասում։ Այս հատվածը շատ եմ սիրում, շատ հանգիստ է իրականում, շատ։ Իրականում այդքան էլ չեմ սիրում տոնգերենը, բայց դե վատ չի էլի։ Շատ մեծ սիրով կապրեի Սինտրուդենում, Հոսելտում, Վեմել թաղամասում կապրեի։ Խնդրում եմ ովքեր կան, որ Բելգիայում են ապրում ու ունեն ծանոթներ, ովքեր վարձով տներ են տալիս, ինձ ասեք։ Եթե իհարկե նման ծանոթներ ունեցող մարդիկ կան, կամ հենց դուք հնարավոր է վարձով տուն տաք։ Յան, կաֆե բար ռեստորան։ Այս Յանը մեր ազգանունների վերջին մասն է։ Անոց ունենք Էբուրոն անունով։ Տատիների փարթի է, ինչպես միշտ։ Մարգարե Բոտրանը է կեսը։ Չէ, Դավջան, աստվածը չի։ Սա հյուրանոց է։ Հիմա կլարա ցեպկինն է եկել, համերգա։ Իրականում ստեղ շատ մարդիկ են գալիս ճանաչված ուրիշ երկրներից, որտեղ անգամ ասում են, որ Անգլիայի թագուհին է գալիս գնումների այս անտիկվարիատի մարկետներում։ Ու տենց ճանապարհները փակում են, խցանումներ են լինում։ Սա համարվում է Բելգիայի ամենահին քաղաքը։ Մենք էլ տենց եկել ենք, կարճ ասած եկել ենք տենց տարիքովների հետ, տարիքով ապրում ենք համար։ Ես իրականում այն մարդն եմ, ով որ կյանքի ռիթմը եթե թույլ է լինում, ինքը սկսում է ալարել ամեն ինչ անել, այսինքն մոտիվացիաս կորում է, երբ որ ես ինչ-որ սենց անդադ հանգիստ ռեժիմով եմ լինում։ Դրա համար
փորձում ենք գոնե նենց անենք, որ այդ պահը չլինի։ Բայց դե ուղղակի պոմադա եմ արել ու տուշ, չի ուզում տանել նիքսը, որտեղ արդեն 9 ժամը ուտել հետևից ֆոնը։ Ու տենց անիմաստ գնալու էի մաքրեի քնեի։ Ինչպես է զգում իրեն աշխարհի ամենալավ հայրը, ով ունի 3 երեխա։ Ջան։ Ջան։ Ինչ։ Տատիկ շատ ներսեր։ Հենց իրա թվի, իրա։ Սա հետևից կտեսնեք։ Կարևորը կաբրիոլետա, որ գնա Օստեն տեն բացի այդ ջրի ափով քշի։ Պապի հետ։ Պապի հետ։ Պապին ասի քեզ տեղ տանեմ, ցավը տանեմ, ու տենց եկալի տանի։ 79 տարի է տարել այն։ Ստեղ իրականում մի քիչ բան է, կանայք են էլի, ակտիվ քան տղամարդիկ։ Դրա համար էլ էս երկիրը ծաղկում։ Չէ՞։ Ասա որ ճիշտ եմ ասում։ Տղեկը պրոստը կեսից շատը բան այս է։ Այս է։ Ցույց եմ տալիս։ Վեշել կա այն կեսից շատը։ Կեսից շատը թե մեծ մասը։ Նայածին ոնց է արմա։ Ես ասում եմ, այս երկրի առաջընթացի գրավականը այն է, որ այստեղ կանայք են իշխում։ Ու հիմա պատկերացրա։ Փոքր այգին գիտես։ Արի գնանք սիրում։ Լուրջ ես ես ոնց էր գյուղից տորից այս 6 ամիս ասեմ ոչ մի բանի տեղ չգիտեմ։ Բա շատ լավ է, իսկական իմ համար, պրոստը կոֆե չունենք։ Պրոստը ես մշտական ձայներ ունեմ հետս։ Ագրավի ձայն։ Չէ, երեխեքի ձայն, ինչ ագրավ։ Մենոր ագրավ անցա դրան։ Չէ։ Ես ասում եմ, դասը իսկական բարբի տեղ։ Նա չէ պետք է։ Ինձ հավես այգի կա։ Ինչ անուշ կանաչ խոտի հոտ է գալիս։ Սիրեցի ստեղ։ Արի բարբ ենք։ Սկսվավ։ Տան բարբեն քիչ էր։ Да? Уютем քեզ։ Թողելը թողինա դա։ Կենտրոնում ենք, տեղել սեն շատ դրվանն է, չէ դավս, մի անգամից պատասխան եմ էտ մամային, գնանք մի տեղ նստենք սուրճ խմենք 3% ազարյատկաս, շատ հավես է, Այստեղ մեր խեմենտն է, ու էլի շատ սիրուն փոքրիկ, սենց առեղծվածային է ստեղ ամեն ինչ, որ քաղաքը փոքր է, ոնց որ ամեն ինչ փոքր լինի, էլի տենց սիրուն փոքր այգի է, մութն են կա, վերջապես արդեն 10 անցա, բայց նորա մութ են գնում,
Այստեղ տենց է ժամը 11-ին եմ ուտեն գնում։ Բարև բոլորին։ Այսօրվա վլոգը սկսում եմ այսպես մթության մեջ։ Ուզում եմ ասեմ, որ այսօր Արտուրի ծնունդն է, ու բացի Արտուրի ծնունդը Հայկոն մեքենա է առել, ու Ինեսին հիմա պետք է անակնկալ անենք։ Հիմա գնում եմ տուն, փուչիկների համար գնացել է իրանց փչելու հարմարանք տայ պոմպ, նասոս։ Ու հիմա գնում եմ, որ բոլորին վերցնեմ գնանք։